Ընդդիմադիրների վրա ծպտված, դիմակավորված, հետևից հարձակվելու հերթական դեպքը։ Այս անգամ թիրախում Միհրան Հակոբյանն է, ոհմակի կանոններով, շատով մեկի դեմ, որպիսի ուժերի անհավասարություն լինի ու հնարավոր լինի զոհին ծեծել։ Առնվազն այս պահի դրությամբ ակնհայտ է, որ Միհրան Հակոբյանը ոչ մի ինչ-որ անձնական հարց կարծես թե չուներ, որի շրջանակներում այսպիսի լկտի խուլիգանական վարքագիծ կարող էր տեղի ունենալ։ Եվ գիտեք նաև այն մեթոդը, որով ամեն ինչ կատարվել է, օրը ցերեկով, շատ բանուկ տեղ մեծ հաշվով, եթե չեմ սխալվում, Դալմա առևտրի կենտրոնի մոտակայքում, խոսում է հենց դրա մասին, որ դա այդ հանցագործությունը կազմակերպողները եւ անողները քիչ թե շատ վստահ են եղել, որ դրա արդյունքում չեն պատժվելու։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ հասարակական քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Եթե չլինի այդ լավ իմաստով բացահայտումները նախաքննական մարմնի կողմից, ապա այլ բան չի մնալու անել, քան ենթադրել, որ իշխանական կամ մերձիշխանական մարդկանց մատը խառն է այս ամեն ինչում։ Նույն ոհմակային ձեռագրով 2023 թվականին հարձակվեցին Էդգար Ղազարյանի վրա։ Թալանել են ու վնասել ընդդիմադիր падգամավոր Ագնես Ախամոյանի, Գառնիկ Դանիելյանի ավտոմեքենաները։ Անգամ եթե տեսնենք կատարողներին, եթե կազմակերպիչները չբացահայտվեն, այդ նույն մտահոգությունները շարունակելու են մնալ եւ այո, լեգիտիմ է լինելու այն վարկածը, որ այս ամեն ինչը նպատակ ունի ահաբեկելու ընդդիմադիր հայացքներ ու քննադատություն հնչեցնող անձանց։ Փաստաբաններն արձանագրում են, մինչև հիմա ընդդիմադիրներին ծեծի ենթարկելու, գույքը վնասելու, լեզուական չկտրելու սպառնալիքների դեպքերով որևէ պատիժ վերջնական արդյունք չի եղել։ Որ հատուկ քաղաքական հետապնդումներով դատավորները նշանակվում են կոնկրետ գործով իրականացնելու քաղաքական պատվեր։ Այլապես ինչպես կարող է բացատրվել, որ Մասիս Մելքոնյանը, 1-2 այլ դատավորներ գերակշիռ մեծամասնությունը ընդդիմադիր գործիչների կալանքի հարցերի հենց իրենք են քննում, հենց այդ օրը դառնում են հերթապահ։ Իսկ արդարադատության Օլիմպոսում երկրի դատաիրավական համակարգից գոհ են, ամեն ինչ ընթանում է ժողովրդավարության կանոններով։ Այս ամեն ինչ իրոք ծիծաղելի է արդեն, ես չեմ կարծում, որ իսկապես փաստեր փնտրող մարդուն պետք է որոշակի լրացուցիչ հանգամանքներ հասկանալու, որ քաղաքական հետապնդումները արդեն սովորական երևույթ են Հայաստանում։ Ասում են արդարադատությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Գալիս է նաև քարերը հավաքելու ժամանակը։ Պետք է գա իշխանություն, որ այդ խոհեմությունը ունենա, հասկանա, որ ինքը իր իշխանության ժամանակ կառուցում է վաղը մյուսօր հենց իրեն դատող դատական համակարգը եւ իրեն դատող դատավորին։ Էսա կանոնը, այսինքն ես կարծում եմ, որ այս իշխանությունները այդ իմաստով անում են ամեն ինչ, որ իրենց նկատմամբ վաղը մյուսօր դատաստան իրականացվի, բայց մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որ ի հեճուկս դրա սրանցից հետո արդարադատության մակարդակը հատկապես այսպիսի զգայուն գործերով անգամներով բարձրացվի։ Հասարակությանը պետք է վերադարձնել արդարության զգացումը, համոզված է Սոս Հակոբյանը, պետք է իրավական պետություն կառուցվի, այլապես ժողովրդի վստահությունը կկորչի։